Իշխանությունը վերահաստատում է ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ պատրաստ է բանակցել ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը սակայն բանակցողների շրջանակը լավ չի պատկերացնում։ Երբ որ կարող են համախմբվել, կոնսոլիդացվել, որպես իրենք են ասում, միասնական պլատֆորմ կարողանան ձևավորել եւ ստեղծել, մենք որևէ առումով կաշկանդված չենք այդ առաջարկությունները լսելու։ Իմ մեջ առնվազն խնդրահարույց է, թե հասարակական կազմակերպությունների որ 4-ն են գալու եւ մասնակցեն։ Ինչպես այդ ընտրությունը լինելու։ Բայց կան խմբակցություններ, որտեղ 1-2 քաղաքական ուժ կամ անձ ներկայացնողները համամիտ չեն մյուս 5-ի հետ։ Անցած շաբաթավերջին կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն ընդունել էր 4+4+4 ձևաչափով ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ բանակցելու Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկը։ Նաիրա Զոհրաբյանը Զուրաբյանի հետ քննարկել է նրա առաջարկը։ Իրենց առաջարկի ֆորմատը այսպիսին է՝ 4 խորհրդարանական խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, 2 ներկայացուցիչ ՀՅԴ-ից, 2 հանրապետականից եւ քաղաքացիական հասարակությունը ինքը թող որոշի իր միջից 4-ը այն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր ներկայացված կլինեն ֆորմատում։ Քիչ առաջ հայկական վերածնունդը հայտարարություն տարածեց, համաձայն որի օրինաց երկիր խմբակցությունը կպաշտպանի ընտրական օրենսգրքի շուրջ եռակողմ բանակցությունների գաղափարը։ Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, իշխանությունից պաշտոնական առաջարկ են սպասում, մինչև չլինի հարցը չեն քննարկի։ ԲՀԿ-ն կմասնակցի քննարկումներին իր առաջարկներով։ Նաիրա Զոհրաբյանի խոսքով ընդդիմադիրների հիմնական պահանջները, այդ թվում ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, ներառված են իրենց փաթեթում։ Նախորդ բոլոր ֆորմատների, պլատֆորմների էպոպեան ինձ առանձնապես մեծ լավատեսություն չի ներշնչում, բայց չպիտի դրանով առաջնորդվեր, եթե կա հնարավորություն, եթե կա շանս փորձել բոլոր կարծիքները մեկտեղել եւ փորձել գտնել առավել օպտիմալ լուծում, եթե դրա համար կա քաղաքական կամք եւ համաձայնություն իշխանության կողմից, ընդհանրապես իմիտացիա չէ, ասելու համար, որ մենք սրան էլ համաձայնվեցինք, բայց տեսեք բան դուրս չեկավ, բնականաբար Բարգավաճ Հայաստանը իհարկե անպայմանորեն համաձայն կլինի։ Ընդդիմադիրների գլխավոր պահանջին ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակմանը իշխանությունը, հիշեցնեմ, չի ընդառաջում, առաջընթաց համարելով առաջարկվող այլ ընտրանքը ցուցակներին 2 ժամով ծանոթանալու հնարավորությունը։ Հովհաննես Սահակյանը զգուշացնում է, իրենց չարժե վերջնագրեր ներկայացնել։ Եթե մեր ընդդիմախոսները 4+4+4 ձևաչափի կողմնակիցները առաջ են քաշելու 4-5 կետերից ինչ-որ խնդիրներ, հարցեր, եւ եթե սրանք չեն ընդունվելու, ապա ամեն ինչ կորած է եւ այլ, այս լավ ձևաչափ չէ, լավ տեղ չի տանելու եւ մենք եզրահանգման չենք գալու։ Որովհետեւ մենք էլ ունենք, ասենք, մեր հակափաստարկները, մեր մոտեցումը եւ ըստ իս բավականին հիմնավոր են։ Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Յանոսյանի խոսքով հասարակական կազմակերպություններն այսօր երեկոյան քննարկելու են իշխանության հետ բանակցություններին մասնակցելու առաջարկը, բայց արդեն իսկ համաձայնել են ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ընդդիմության հետ միասնական 5 պահանջներ ներկայացնել։ Մասնավորապես ընտրողների ցուցակների հրապարակում, ընտրողների ցուցակների մաքրում վրացական օրինակով, տեսախցիկների տեղադրում տեղամասերում որպես պետության պոզիտիվ պարտականություն, պարզ, այսինքն այլ կերպ ասած փակ համամասնական ցուցակ, բացառելով ռեյտինգայինները, տարածքային ցուցակները եւ այլն, ինչպես նաեւ վերջին պահանջը դա ընտրողների կամ մատներով նույնականացման համակարգի ներդրումն է կամ մատների թանաքոտման տարբերակը։ Վաղ արդեն վերջնականապես առավոտյան մենք կհստակեցնենք բոլոր միացողների եւ աջակցողների ցանկը եւ առավոտյան կհրապարակենք։